Ողջույն սիրելի ընկերներ, այսօրվա մեր եթերը նվիրված է լինելու ազգային պարերին եւ Կարին ավանդական երկու խմբին եւ մեր հյուրերն են գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանը եւ պարուսույց Աբել Մաթևոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մերսի որ եկել եք։ Մենք այս երկու ոդկասթը հարսանեկան ծիսակարգերից ենք խոսում։ Տրամաբանական կլինի առաջի հարցը տանք, թե ինչ հայտնի ու հետաքրքիր պարեր կա հայկական, որ ծիսակարգների ժամանակ պարել են, սկզբից մինչև վերջ, հարսին տենալուց, չտենալուց ու հարսանեկի ժամանակ արդեն։ Իրականում հարսանեկան ծեսը բավականին մեծ երևույթ է, գիտենք, որ 7 օր 7 գիշեր է տևել ավանդական հարսանիքը եւ այդ յուրաքանչյուր օրը ունեցել է իրեն ուղեկցող ծեսերը, ծիսական հատվածները եւ պարն էլ իհարկե այդ ամենի անբաժան մասն է եղել։ Թերևս այսօր ամենահայտնիներից նշեմ այն պարերը, որոնք որ մինչև այսօր այսպես ճակերտների մեջ ասված դեռևս կիրառության մեջ են։ Այս մի պատմությունն էլ պատմեմ, դեռ մամայիս, պապայիս հարսանիքի ժամանակ այդ ավանդույթը եղել է, երբ հարսի բարեկամները չեն պարել առհասարակ եւ համարվել է, որ հարսի կողմը այսպես չի ուրախանում եւ միայն հարսանիքի բուն հարսանիքի արդեն ամենաթեժ պահին թամադան կամ սեղանապետը ասում է, որ բոլոր տղայի կողմի բարեկամները հիմա նստեն, բոլորը զբաղեցնեն իրենց տեղերը, խնամիներն են պարելու եւ խնամիները հարսի կողմը արդեն վեր եկենում պարելու։ Ճիշտ է, մերոնց հարսանքին այսպես ձեռքերը վերև են բարձրացրել սովորական ժամանակակից հարսանիքներին բնորոշ ձևով, բայց այդ ավանդույթը եղել է։ Իսկ հնում այդ դրվագում պարել են շավալի խնամիների պարը, որով ցույց են տվել իրենց տոհմը, թե ինչ տոհմից են իրենց մահացած նախնիների կերպը, ազնվականությունը եւ թե ինչ ընտանիքից է գալիս այդ աղջիկը։ Եվ նաեւ պարի մեջ մի հատված էլ կա, որով որ իրենց խոնարհումն են ցույց տալիս օրվա թագավորին եւ թագուհուն։ Կարծում եմ շատերը գիտեն, որ ունենք նաեւ թագվորի գյովընդ, առհասարակ հարսը եւ փեսան այդ օրերին անվանվում էին թագավոր եւ թագուհի, թագվորի գյովնդն էլ փեսայի գյովնդն է, այսպես ասած։ Այդպես ունեցել ենք ճանապարհի պարեր, որոնք պարել են հարսից փեսայի տնից հարսի տուն գնալուց եւ մնացած այլ ճանապարհներին, ունեցել ենք մի շարք այլ խաղեր ու արդեն մնացածը գալիս է կախված ընտանիքից, տարածաշրջանից, լիքը այլ առանձնահատկություններ կան։ Հարց տամ Կարին խմբի վերաբերյալ մի փոքր ուզում եմ ներկայացնենք խումբը, հիմա ինչ գործունեությամբ է զբաղվում, իհարկե բոլորին հայտնի է պարոն Գինոսյանի ամբողջ արածը եւ ամբողջ ժառանգությունը հայ ժողովրդին թողած, բայց շատ կուզենամ, որ դուք ներկայացնեք Կարին խումբը հիմա, ինչ պլաններ ունի այս տարի 2026-ին եւ մի փոքր ներկայացնեք։ Երևի սկսեմ 2026 թվականի մեր ծրագրերից, որովհետև այս տարին մեզ համար հոբելյանական է մի քանի իմաստներով, եւ պարոն Գինոսյանի 60-ամյակն է եւ Կարինի 25-ամյակն է եւ տարվա բոլոր միջոցառումները այս երկու առիթներով են լինելու, այսպես ասած, առնչվելու են անպայման եւ իհարկե նվիրվելու են պարոն Գինոսյանին։ Այս պահին իրականում բավականին արդեն, այսպես ասած, խիտ փորձային ընթացքի մեջ ենք, առաջիկայում կունենանք ըստ երևույթին երկու մենահամերգ, ընթացքում նաև մեր մանկապատանեկան խումբը համերգ կունենա, ծովակը, որովհետև իրենց 25-ամյակն էլ է, եւ նաև պատրաստվում ենք ամռանը մեր գինոսյանական օրեր փառատոնին, այդպես ծրագրերը բավականին շատ են, ինչպես նաև մեր ճյուղ խմբերը, որոնք եւս համերգներով հանդես են գալու այս ամբողջ ընթացքում եւ տարին այդպես տարվա խորագիրը հենց Գագիկ Գինոսյան 60 եւ Կարին 25-ն է։ Մնացած մասով ուղղակի կարող եմ նշել, որ Կարինը խումբ է ձևավորված գաղափարի շուրջ եւ այդ գաղափարը առաջ քաշողը հենց պարոն Գինոսյանն է
եւ դրա համար էլ նաեւ իր անձի շուրջ կարողացել է շատ մարդկանց հավաքել, որովհետեւ եղել է այդ գաղափարի կրողն ու գաղափարը ապրեցնողը, այսպես ասած, հիմնական գաղափարը իհարկե հայ մարդուն հայ լինելու հպարտությունը վերադարձնելն է, մենք սա հաճախ որպես ձևակերպում ենք օգտագործում եւ ազգային ավանդական մշակույթի միջոցով դեպի ինքնաճանաչում տանելը այն մարդկանց, ովքեր սկսում են ճանապարհը անցնել։ Հարցս ուղղեմ երևի ապելին, որպես պարուսից, ինչ ծիսական պարեր ունենք, ոչ հարսանեկան, չգիտեմ, ես գիտեմ, որ մեր նաև թաղման ծեսնաշատ բավականին հարուստ եղել ու ունեցել ենք պարեր, հենց թաղման հետ կապված, թե ոչ։ Ունեցել ենք եւ ընդհանրապես երբ որ ձևավորվել ենք որպես դիմագիծ ունեցող ժողովուրդ, դիմագիծ ունեցող ազգ, մենք ունեցել ենք մեր հավատալիքները, մեր ծիսապաշտամունքային կյանքը ու ամբողջ կենցաղը եղել է այս ամեն ինչի շուրջ։ Յուրաքանչյուր երևույթ, ինչ կատարվում էր այս ծիսական համատեքստում, անպայման իր ուղեկիցը լինում էին երկն ու պարը, որովհետև սրանք առանձնացված չեն եղել ժողովրդից։ Եթե կար մի բանի պաշտամունք, ուրեմն այդ պաշտամունքի դրսևորումը ժողովրդի մեջ անպայման արտացոլվում էր երգով եւ պարով։ Յուրաքանչյուր արարողություն, արարողակարգ, ինչ որ ժողովրդի մեջ տեղ է գտել եւ տարածում է ունեցել, այդ ամեն ինչը հենց երգով ու պարով ուղեկցվել է։ Շատ հաճախ մենք երգել կամ պարել ասոցացնում ենք միայն ուրախ տրամադրության հետ։ Բայց չէ, այդպես չի, որովհետև այդ մեր կյանքի մի մասն էր, այդ մեր տրամադրության անբաժան մի հատվածն էր եւ նույնիսկ սքալը եղել է երգի եւ պարի միջոցով։ Մենք ճիշտ է հիմա վերականգնված որպես այդպիսին երգեր եւ պարեր չենք կատարում, փորձելով այդ տրամադրությունը չբերել էս կենցաղ, այնուամենայնիվ մեզ հայտնի են գոնե կոծի, լաց ու կոծի երգեր եւ պարեր, թե ինչպես են թաղման արարողության ժամանակ կոծերկել, այսինքն ողբալով երգել։ Հենց այդպես կոչվել է կոծերկ։ Եվ կան նմուշներ, որոնք կոչվում են կոծապարեր, այսինքն ողբալով, լալով մարդիկ պարել են եւ հենց պարել են ոչ միայն գերեզմանատներում, որտեղ հենց հատուկ պարահրապարակներ եղել են, այլ պարել են նաեւ դագաղի շուրջը, հանգուցյալի շուրջը եւ հանգուցյալին տանից դուրս բերելուց այդ ամբողջ ճանապարհին ցախ ոտքը առաջ սկսել են պարել։ Այսինքն մարդիկ իրենց ողբը նկարագրել են այդպես եւ այս մի քիչ բացահայտված է, բայց գոնե նույնիսկ եղանկարիչները անդրադարձել են սրան։ Այսինքն կան պատկերված նկարներ, որտեղ հենց գերեզմանապարեր են ներկայացնում մարդիկ։ Եվ մի հետաքրքիր դրվագել կա, եթե չեմ սխալվում, ես դա լսել եմ Զավեն Թագակչյանից, ազգագրագետ, բանահավաք։ Ինքը երբ նկարագրում էր Գորանիների շարքը ծնունդը, իհարկե ինքը քանի դար ապրել ենք, այդքան դար հարմարվել է ժամանակագրորեն, բնութափոխվել է, բայց այնուամենայնիվ առանցքը ողբի պահպանել է։ Եվ ասում էր, որ Սեմալ գյուղի կոտորածի ժամանակ, երբ որ տղամարդկանց արդեն ջարդել էին, մտնում են այդ հրոսակախմբերը գյուղ ու կանանց ու երեխաներին հավաքում են միտեղ ու պիտի նրանց էլ մորթեն, կանայք խնդրում են չմորթել, գրկում են երեխաներին ու քայլում են դեպի Ժայռեզր։ Շենիկն ու Սեմալը Սասունի հյուսիսային դարպասներն էին համարվում։ Ու ասում է երկում ու պարում էին Գորանի մանուկներին իրանց շոկողից ու ասում է դրանով իրենց տղամարդկանց հիշատակն էին հարգում եւ ավարտում էին իրենց կյանքը Գորանի երգելով, ցածր նետելով իրենց այդ ժայռը։ Հետաքրքիր է մեր մշակույթը ու յուրաքանչյուր բան, ինչ մենք արել ենք, այդ ամեն ինչի մեջ եղել է եւ երգ եւ պար։ Հարսանիք էր, թաղման ծիսակատարություն էր, մարտի մեկնել էր։ Առհասարակ Գորանիները ծնունդ են առել կենթանապաշտության շրջանից եւ ծնունդ են առել կռունկների պաշտամունքից։ Իրենք
ես ասեցի նորից ժամանակագրորեն ինչ հավատալիքի միջով եւ ինչ կրոնական ուղով անցել ենք, իրանք հարմարվել են այս ժամանակաշրջանին։ Եվ ինքը որպես պարերք իր դրսևորում, իսկ պարերքային ժանրում մենք գիտենք, որ երգային տեքստը միշտ չի, որ կարա բովանդակությունը արտահայտի։ Ինու հիմնականում չի էլ արտահայտում, այլ պարերքը ձևավորվում է այսպես, ժողովուրդը այդ պահին պարում է եւ ինքնաբուխ սկսում է քարյակների ձևով այդ նույն մեղեդային կառուցվածքով երգել։ Իր երգի տակ նաև պարում է։ Եվ խոսքից օրինակ հանինաները, բոլոր պարերքերը հենց այսպես են ծնունդ առնում ու եթե Գորանիների տեքստը վերլուծենք, ինքը ընդամենը նկարագրում է ինչ, նկարագրում է եւ հայրենիքի գովք, եւ սիրային խաղիկներ, եւ բնության աշխատանքին վերաբերվող process-ներ, բայց սա ամբողջովին չի կարա ներկայացնի Գորանի պարերքի նկարագրությունը, որովհետեւ շատ հետաքրքիր մի հատ բան կա պարի տեսանկյունից, մենք առհասարակ որ պարում ենք, մեր շարժումները ամբողջությամբ բնական են, ու եթե զսպանակավոր շարժումին դեպի վեր ուղղված խաղացող ոտք ենք ավելացնում, պարողները ավելի լավ կհասկանան, մարմինը ձգվում է դեպի վերև։ Սասնա Գորանին, ընդ որում Գորանիները տարոն աշխարհից սկիզբ առած են, հա, ամենաշատ տարբերակները տարոն աշխարհում են։ Երկի մեջ էլ նշվում է անդադ։ Հա։ Սասնա մշո, իհարկե կան վասպուրականից գրառված, բարձր հայքից գրառված նմուշներ, այնուամենայնիվ սկիզբը տարոն աշխարհինն է, ու Սասունի Գորանին պարը երևի իմ ամենասիրած պարերից մեկն է, ինքը ամբողջ իր շարժումներով իր ողբի, իր սքո դրսևորման նկարագրությունը տալիս է, որտեվ զսպանակավոր ոտքի վեր բարձացող շարժմանը հակադիր մարմինը իջնում է ներքև։ Ու մենակ այս շարժումը, որ ինչքան ոտքը վերև է խաղում, մեկը մարմինը ներքև է, ձգվում է դեպի ներքև, սա հենց խոսում է իր նկարագրի մասին, այդ պարի նկարագրի մասին։ Ի վերջո Գորանին հասնում է մինչև բնության վերազարթոնքի եւ բնության առհասարակ այդ զարթոնքի նկարագրություն որպես, բայց հետաքրքիր մի բան կա, ինքը նույնիսկ այդ համատեքստում պահում է իր սկզբնական այդ մահվան, իսկ մեր մոտ մահն ու վերածնունդը ինքը մի աստվածության դրսևորում էր եւ որ Գորանին որ լսեք գոնե ցորյանների մասին ինչ որ տողեր կան, չէ, ինչ տարբերակ Ցորեն իմ ցանելով հայրենիք կգովերքեն, պանդխտության մասին կերքեն, սիրային ինչ որ խառատողեր կլինի, մեկը այդ տարբերակների գերակշիռ մասում ցորենի մասին խոսք կա։ Իսկ ինչ էր դա վերջին հասկացողը չէին անում։ Թողում էին որ ցորենը մահանա, ցորենը պարկի։ Իսկ ինչի համար էին թողնում, որ իր հատիկները գլորվեն հողի մեջ ու նոր ծիլեր տան։ Մահվան եւ նոր ծննդի խորհուրդը։ Ինքը իր ամբողջ դրա համար ես ամենաշատն եմ սիրում Գորանները եւ համարում եմ, որ մեր մշակութային ամբողջ շերտերը մենակ այդ մի պարերքի մեջ կարելի է գտնել։ Թե ինչքան խորն են, ինչքան խորքային են ու ի վերջո հասել է արդեն ոչ միայն բնության աղետների դրսևորման, այլ նաև մարդկային աղետների եւ սեփական ողբի դրսևորման բարերք, այդ շենիկ սեմալ գյուղերի պատմությունն էլ մեզ օրինակ եւ վավերագիր պատմությունն էլ էլի դրանք։ Ես մտածել եմ որ պետք է հարցնեմ ձեր սիրած պարերը որն է, ավտոմատ այդ հարցի պատասխանը ելավ, բայց մի հատ ուրիշ հարց ունեմ հիմա։ Այն պարերից որ խոսում ենք, իրանք բոլորը հաստահեն կարանք, չէ՞, ասենք որ իրանք հայկական պարեր են։ Հարևան տարբեր ոչ բարյացակամ պետությունների հետ համեմատելու համար, որ կա օրինակ գրքեր կամ գրառված ինչ-որ բաներ, որ կարանք ասենք, այս մենակ հայկական է, մենակ հայերն են ապրել, այս մեկը ապրել ենք համ մենք, համ մնացածը ով որտեղ ապրել են։ Դե իհարկե, քանի մեր հարևան ժողովուրդների հետ ապրել են, կապ չունի ինչ հարաբերության մեջ ենք, փոխառություններ կան եւ եղել են։ Կան պարեր, որ եւ մեր, եւ օրինակ քրդերի եւ ասորիների մոտ հանդիպում են։ Մանավանդ մի հին ժողովուրդների, հա,
այդ մշակութային փոխառությունները կան, բնական են դրանք։ Նույնիսկ բարեր կան, որ բուլղարներն են ապարում, որոնք հենց Կոմիտասի հույնար բարերկային շարքի մեղեդիների ներքո հույների հետ փոխառություններ ունենք։ Դա նորմալ է։ Իհարկե կան բարերել, որ եւ անվանումը եւ պարատեսակը այնպիսին է, որ վստահորեն կարող ենք ասել, որ մենակ մենք ունենք։ Բայց ինչքան էլ որ նույն անվանումով երկու հարևան ժողովուրդներ նույնիսկ նույն պարակայլերով բարում են, այսինքն նույն հաշիվ պարակայլերով, էական տարբերություն կա այդ ամեն ինչի մեջ։ Կատարման ձևի, կատարման ոճի եւ շարժողական խորքայնության առումով, խորքայնության իմաստով։ Մեր բարերը ինչի են խորը, որովհետեւ իրենք հենց համապատասխանում են իրենց անվան ստուգաբանությանը։ Հենց այդ խորհուրդը կրում են իրենց մեջ։ Շատ տեղերում միգուցե ուղղակի մենք էլ ենք անվանում, իրանք էլ սկսեցին տենց անվանել ու նույն շարժումները գրեթե նմանությամբ անում են, բայց կատարողական ոճը ընդհանրապես չի խոսում այդ բարի տեսակի մասին։ Նույն ինձ կներ են մեր հարևան ժողովուրդները, մի քիչ առաջ էլ այդ խոսացինք, նույն Շեյխանի ասվածը։ Մենք ասում ենք իշխանապար, իշխանացպար։ Այդ բառը մեհենական ծագման է։ Ես մի քիչ առաջ մտածում էի մտքով էր, որ իշխանացի վերաբերել հարց տամ եւ ինչի արդիվ են երկել եւ պար ընդհանուր, հիմա ավելի լավ բացվեց թեման։ Ի սկզբանե մեհենական պար է եղել։ Մի հատ հետաքրքիր բան կա, մեր պարագետները մի քիչ այլ կերպ մեկնաբանում են, այնուամենայնիվ հենց Լիսիցյանը, որ Շեյխանիները գրի է առել եւ տեսակների մասին խոսում է, հենց ինքը նկարագրում է, որ հարևան ժողովուրդներից քրդերը խնդրում էին, որ իրենց կարևորագույն միջոցառումներին հայերը պարեին եւ ասում էին քրդերին տեսեք ու սովորեք։ Նույնը եղել է Ուրմիայի շրջանում։ Հայ երաժիշտները, որտեվ քուրդ եւ ասորի ժողովուրդները չեն ունեցել նվագածուներ, երաժիշտներ, իրենք խնդրում էին, որ հայ զուռնաչիները նվագեն իրենց միջոցառումներին եւ հայկական մշակույթի դոմինանտումը այդ ժողովուրդների մեջ, այդ շրջանում ապրող ակնհայտորեն եղել է։ Եթե որևէ մի քուրդ կամ որևէ մի ասորի կգա եւ իրենց Շեյխանիի բնագիր մեղեդին կկարողանա տալ, ես կխոնարեմ գլուխս իրենց առաջ։ Իրենք պարում են բագիե երգի եւ նմանատիպ մի քանի երգերի տակ, ընդհանրապես չեմ նսեմացնում իրենց մշակույթը կա, ունեն, իրենք էլ ունեն եւ շատ հարուստ են, հարցը դրանում չի, բայց եթե խոսքը վերաբերում է Շեյխանիին, մենք ունենք բնագիր երկու վերականգնված մեղեդի եւ մի քանիսն էլ կան, որոնք կարելի է վերականգնել դեռ նոտագրված վիճակից։ Իրենք երգում են, իրենք պարում են ուղղակի կամայական նույն ռիթմը կրող երգերի տակ։ Հա։ Դե հիմա նստենք ու մտածենք, մենք ումից վերցրեցինք կամ ումից սովորեցինք, մերն է ու մեր պատմիչներն էլ ասում են, որ դա հենց հայերի մեհենական ծագման պարերն են, հատուկ տեղում կատարվող տաճարներում, հատուկ արվակարգի ժամանակ կատարվող։ Դրա համար անունն էլ հենց ինքնին տալիս է։ Հարցից նպատակը այն էր, որ այս հատվածները մարդիկ տենան իրենք էլ իմանան, որովհետև քննարկումները շատ է լինում, չէ, էսի հայկականն է, էսի հայկական չի, էստեից ենք վերցրել, մենք այն ապսեի պահներ ինադու ենք կոտրել ու Facebook-ում լավ բաներ առաջացրել, ֆրորեր առաջացրել, մինչև անգամ կռվել, բան, չէ, մարդիկ տրամաբանական կոմենտներ են գրում, ինչ որ բանավեճի նման է ստացվում, հետարիքիր է լինում, մարդիկ էլ կան վատ ձև են փորձում գրեն, չնայած ուշադրություն չենք դարձնում տես բաների, բայց հա լավ է որ խոսում ենք։ Ուզում եի, որ հենց դուք պատմեք, որովհետև ձեր աղբյուրները վստահելի է, ձեզ վստահում ենք ու հավանաբար շատ շատերն են ձեզ վստահում։ Իսկ բոլոր խմբերն են առաջինը որպես բարի համար օգտվում Կարինից։ Իսկ մի հարց ունեմ Շիրխանի ու Շեյխանի նմանության, անվան նմանության հետ կապված, բայց կուզենամ իմանամ, քանի որ ես բարի գիտակ չեմ, նույնն են կամ ինչով են տարբերում կամ կարող է առանձին բարեր են, ոնց է այդ ամբողջը։ Շիրխանին մեզ հասած մի տարբերակը կա, որը երգում են մեր սիրելի խմբերը, մեր մայր խմբերը ու ովքեր որ սովորել են մեր սիրելի Սերով Վարդանյանից, Վանեցի, Վասպուրականցի,
մենք բազմիցս հանդիպել ենք Վարդանյան Սերոպի հետ եւ շատ մի հետաքրքիր բան կա։ Ինքը վանեցի է եւ շատ լավ տիրապետում էր հորական կողմի Վանի մշակույթին, երկու բարին։ Բավականին լավ գիտակ է։ Մայրը խոյեցի է։ Ու սալմաստեցի Պարսկահայքից։ Ու մայրը մի օր պատմում են ինչ Սերոպն է Վարդանյան պատմել։ Ասում է մաման նեղացավ, ասում է միշտ հորդ երկերն ես երգում, բարերն ես բարում, ինչի մեր կողմից մի հատ երգ կամ պարտ չես ներկայացնում։ Ասում է ես էլ միշտ մորս ասում է ախր չգիտեմ, ընդհանրապես չգիտեմ ձեր մշակույթը ծանոթ չի ինձ բան։ Ասում է միջև որ հասավ խոսքը նրան, որ եթե չեմ սխալվում, հենց Ռաֆուն են խաղացրել եւ դրանք էլ չէ տրնոցիներ են կոչվում եւ իրենց այդ կանայք, ովքեր մանկահասակ Ռաֆին գրկած խաղացրել են, ու հիմա երկում են թրի թրցնեն, չէ, սև հավի միս կերցնեն, բան նմանատիպ մանկական խաղիկներ, այդ քարատուղը պահպանվել է Շիրխանի, Թակբալա Շիրխանի նանում քեզի հեյրանի պահպանվել է եւ երբ որ հասել է դա երգ են դարձրել։ Եվ Սերոպ Վարդանյանը ասում է որպես պար բեմադրել եմ ես, որտեվ արտասահմանում պիտի խումբը ելույթ ունենար ու իրեն խնդրել էին որ մի քանի պարը բեմադրի եւ Շիրխանի որպես պար բեմադրել է եւ շարժումները հորինել է Վարդանյան Սերոպը։ Ըստ իր անվան ստուգաբանությամբ ինքը պնդում էր որ Շիրխանի նշանակում է պարատուն, պարասրահ, պարատուն։ Ինքը աղերս չունի Շեյխանի պարի հետ։ Ընդհանրապես կապ չունեն իրար հետ, որովհետև նա լրիվ ուրիշ բանի մասին է խոսում, սա լրիվ ուրիշ բանի մասին է խոսում եւ ինքը դե ժողովրդի մեջ տարածվել է եւ խմբերն էլ կատարել են որպես պարերք, շատ էլ սիրուն է։ Եվ իրավունք ունի ապրելու, իրավունք ունի ինքն էլ մնալու, բայց չպիտի կապվեն իրար հետ, որովհետև Շիրխանին լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը, Շեյխանիները լրիվ ուրիշ բանի մասին։ Իսկ կան պարեր հայկական, որի մասին մենք հələ չգիտենք, կամ պարելու ձևը չգիտենք, դուք ունեք, պլանավորում եք ցույց տաք ոնց են պարում ու ձեր համերգների ժամանակ ներկայացնեք։ Վստահաբար կան, այստեղ նաև պիտի անպայման նշենք Սրբույր Լիսիցյանի անունը, ում մենք համարում ենք հայ էթնոպարագիտության հիմնադիրը եւ ով հսկայածավալ աշխատանք է կատարել։ Եթե մի քիչ էլ հետ գնանք, այստեղ մի հատ էլ հետաքրքիր փաստ կասեմ, որ Կոմիտասը ինքը եւս փորձել է պարեր գրառել եւ հասցրել է գրի առնել 8 պար եւ նաեւ հոդվածներ ունի, 2 հոդված ունի պարի մասին, Պարն ու մանուկը եւ Հայ Գեղչուկ պարը եւ նաեւ իր ժամանակակիցների հիշատակություններով ինքը շատ լավ պարող է եղել հենց Կոմիտասը եւ հոդվածներից մեկի ավարտին ինքը ասում է որ պարերի գրառումը բավականին դժվար աշխատանք է, հսկայածավալ եւ ֆինանսապես եւ տեղաշարժման առումով եւ այն երևի կմնա ավելի լուսավոր ժամանակների համար եւ այդտեղ իր պարահավաքչական աշխատանքները կանգնեցնում է եւ այդ ավելի լուսավոր ժամանակները գալիս են Սրբույր Լիսիցյանի հետ ով գրի առել մոտ 2000 անուն պար, այսինքն մենք թվագրում ենք վստահաբար այդ 2000-ից լիքը բաներ կա, որոնք որ դեռևս պարված չեն, այսինքն նորովի վերականգնված չեն, բեմադրված չեն եւ շատերը չգիտեն։ Իհարկե Սրբույր Լիսիցյանը ունեցել է աշակերտներ, Ժենյա Խաչատրյանը, Էմմա Պետրոսյանը, ովքեր եւս շարունակել են այդ բանահավաքչական աշխատանքները, ավելի մեր ժամանակներին մոտիկ Գագիկ Կինոսյանը, Ռուդիկ Հարոյանը, ովքեր եւս ունեն բանահավաքչական արխիվներ, եւ կոնկրետ պարոն Կինոսյանի արխիվը մենք նաեւ թվագրում ենք 600 նմուշ պար մոտ, եւ վստահաբար Կարինը երևի դրանցից 150-ը պարի լավագույն դեպքում, ոչ ավելի, այսինքն հսկայական նյութ կա եւ նաեւ պետք է նշել, որ այդ նյութերը հիմնականում Արևմտյան Հայաստանից, Արևելյան Հայաստան գաղթած մարդկանցից են գրառված եւ ավելի այս կողմում Սիրիա, Լիբանան, իսկ դեպի արևմուտք գնացած մարդկանց պարերը այդպես դեռևս մեզ քիչ են հասել։ Իհարկե ունենք նմուշներ եւ իրենք էլ բարեբախտաբար մանավանդ Ամերիկայի հայ համայնքները այդպես բավական պինդ ուժեղ համայնքներ են։ Բոստոնում օրինակ շատ լավ համայնք կա, ովքեր շատ նշանակություն են տալիս իրենց պարերին ու
երկերին էլ ինչ որտեղ։ Հա, Բոստոնում օրինակ ի տարբերություն այլ տեղերի, օրինակ տեսեք, այստեղ Գեղարքունիքի մարզում եկել են Ալաշկերտցիները եւ իրենք ապարում են, երգում են Ալաշկերտի տարածաշրջանին բնորոշը։ Իսկ Բոստոնում, երբ որ գնացել են 5 Ալաշկերտցի, չգիտեմ, այդ օրինակ եմ էլի թվերը ասում, 10 սասունցի, 8 մուսալերցի, ու իրենք իրար այնտեղ գտել են, հասկացել են, որ հայերով այսքան քիչ են, սկսել են իրար սովորեցնել։ Այսինքն մուսալերցին վանեցուն է սովորեցրել, վանեցին կարինցուն է սովորեցրել եւ ձևավորվել է համայնք, որը մինչեւ այսօր կա եւ իրենք ապարում են բարերը, երգերը եւս երգում են, այնտեղ այդպես մշակութային ինքնությունը բավականին արտահայտված է էլի Բոստոնում։ Ես գիտեմ, որ մարդիկ կան նույնիսկ այնտեղ հայերեն չեն խոսում, բայց բարերը ու երգերը տիրապետում են։ Հա, դրսի հայերը Նույնը Ֆրանսիայում, ես Ֆրանսիայում գիտեմ բայց մարդիկ, ովքեր որ հայերեն չեն խոսում, բայց բարերին ամբողջությամբ տիրապետում են։ Այդ հատվածը ավելի քիչ բացահայտված է, դա էլ պայմանավորված կարծում եմ այդ ճանապարհի խնդրով գնալ գալու իրար փոխանցելու եւ պարոն Գինոսյանը վերջին անգամ որ գնաց Ամերիկա, այնտեղից բավականին մեծ նմուշներ, մեծ քանակով նմուշներ բերեց եւ իրենք էլ այսօր փորձում ենք կապի մեջ լինենք ոմանց հետ եւ վերցնենք այդ նյութերը, որոնք իրենք ունեն եւ մենք այստեղ չունենք։ Որտեվ շատ կարեւոր են։ Ինձ թվում է այստեղ արդեն էգոիզմը պետքա դրվի մի կողմ, որ օրինակ ես ինչ խմբին է այս պատկանում, բայց մենք այսօր ունենք խնդիր օրինակ ձուլվելու, հա մենք ունենք պետության մեջ մենք կարողանում ենք ինքնադրսևորվենք, բայց պետությունից մի կողմ դրված գլոբալիզացիայի մեջ մենք ձուլվում ենք։ Չգիտեմ, այնտեղ լիքը պարեր կան, որ սովետից հետո բավականին փոփոխումների են գնացել, ուրիշ ձև են ներկայացվել։ Իհարկե ազգային խմբերը պահել են որոշ չափով խոսքս մայր խմբերի մասին չի, այլ ավելի նոր շրջանի խմբերի մասին է, փորձել են պահել, բայց այնպես չի, ոնց օրինակ մայր խմբերում են պահում։ Բայց այդ փոքր խմբերը բոլորն են, որ հենց ճիշտ ձևով են պահում, թե ոք ինչ որ մեկը ուզեցել է խումբա բացել ու դասա տալիս գումար աշխատելու համար, ունես չի որ ամեն ինչ ճիշտ է սովորացնում։ Երևի ճիշտ կլինի նաև նշեմ 1980-ականների, եթե չեմ սխալվում, կազմակերպված պոլիտեխնիկի փառատոնի մասին, որը ամենամյա բնույթ է ունեցել եւ ազգային դաշտում գործող խմբերին միավորել է եւ այդտեղ է նաեւ որ շատ մարդիկ սերը ձևավորել են առհասարակ ավանդական մշակույթի նկատմամբ եւ նաեւ այն ինչ որ մենք ունենք արդեն այս օրերում անպայմանորեն այդ փառատոնը հիմք է ծառայել եւ այստեղ էլ պիտի ասեմ, որ մենք ենք մեր առաքելության մեջ հաջողել, երբ փորձել ենք պարը բեմից իջեցնել նորից ժողովրդի մեջ, որտեղ էլ որ մարդիկ ավելի շատ թվով մարդիկ սկսեցին միանալ այդ միջոցառումներին եւ այսպես կարելի ասել, որ պարը արդեն սկսեց կրել մասսայական բնույթ։ Իդեպ նաև նշեմ, որ արդեն 20 տարին լրացել է, որ մենք յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը բարերի բաց դասեր ենք անում եւ բոլոր ցանկացողներին սովորեցնում ենք եւ այս եւ լավ կողմերն ունի իր, որ բոլորը իմանում են հայկական պարերը, հայկական պարերի կամ առհասարակ մշակույթի միջոցով սկսում են անցնել այդ ճանապարհը ինքնաճանաչման, փորձում են քրքրել, տեսնել իրենք ովքեր են, ումից են սերում, ովքեր են իրենց նախնիները, որոնք որ պարերը կամ երգերը կարող են կապ ունենալ իրենց նախնիների հետ, որոնք են իրենց ժառանգությունը եւ այլն։ Բայց նաեւ թվացial հեշտ ճանապարհ է թվում, այսինքն թվում է, որ այն ինչ որ մենք անում ենք, այդ նույն բարեր սովորացնելը, դա հեշտ ճանապարհ է եւ մենք գնում ենք հեշտ ճանապարհով։ Իրականում պիտի նաեւ նշեմ, որ մենք այս պահին էլ ունենք գիտական կենտրոն, որը զբաղվում է թե բարի իմաստաբանական շերտի վերլուծություններով, հետազոտություններով, թե բարի շարժումների ճշգրտումով։ Եվ այստեղ էլ պիտի հիշեմ Ժենյա Խաչատրյանին, ով իր աշխատություններից մեկում նշում է, որ առհասարակ պարերը սովորեցրել են տարեցները երիտասարդներին եւ
այդ արանքում, երբ որ տարեցներ արդեն ֆիզիկապես ավելի ծանրաշարժ են եղել, չեն կարողացել ճիշտ լիարժեք ապրել, իրենք ուշով հսկել են երիտասարդներին ու թույլ չեն տվել, որ նույնիսկ մեկ շարժում երիտասարդները կատարեն սխալ։ Եվ նշում է, որ սա է բանաձևը, թե ինչու հայկական պարը ժամանակների միջով ճշգրիտ իր ձևի մեջ եկել հասել է մեզ, որովհետև մեր նախնիները դրան վերաբերվել են որպես սրբազան որևէ մի բանի։ Այսօր ցավոք այս մոտեցումն է կարծես թե դեպի զիջելուն գնում, որովհետև մենք այլ, քանի որ եւ կյանքի տեմպն է այլ եւ քարոզն է այլ, մենք կարծես թե փորձում ենք, այսպես ճակերտներով ասած, խայպի մեջ մնալ։ Այսինքն ուզում ենք ավանդական մշակույթը մոդայիկ է դարձել, մենք էլ ուզում ենք դրա մաս լինենք առանց խորքը ուսումնասիրելու կամ առանց դրան ուշադրություն դարձնելու։ Երկում նույն խնդիրն ունենք։ Իրականում բոլոր շերտերում նույն խնդիրն ունենք, դրա համար թվացial կարող է լինել ավանդական մշակույթը, երբ որ մենք նայում ենք, ու ինքը մի անգամ նույնիսկ պարոն Գինոսյանի հետ էինք խոսում, ինքը այդ համեմատությունը արեց, ասեց ինչ տարբերություն մարդիկ հարսանիքներին ձեռքերը վերև են բարձրացնում ու ապարում են, թե ձեռքերը ներքև են իջացնում, բռնում են իրար ձեռքեր ու ենթադրենք մշուխր են ապարում, եթե իրենց մտքում, հոգում, սրտում նույնն է։ Այսինքն բարի շարժումը փոխվում է, բայց մարդը իր էությամբ չի փոխվում, իր վերաբերմունքը բարին նույնն է, այդ պահին զվարճանք է, այսինքն այդ պահին իրենք դրանով ուրախանում են, այդ դեպքում ինչ տարբերություն։ Ու այս երևի հարցը, որը ռետորական է, որի շուրջ մտածելու կարիք կա, միևնույն ժամանակ իհարկե լավ է, որ ոչինչ չասող անիմաստ պարերին փոխարինելու են եկել գոնե ավանդական ճիշտ պարերը, բայց այստեղ նաև պիտի մենք, քանի որ առնչվում ենք սրբազան բանի հետ, որը մեզ ժառանգվել է, ավանդվել է, այսինքն փաստացի մենք դրա տերը չենք։ Մեզ դա փոխանցվել է եւ մեր գործառույթը դա փոխանցելն է, մենք էլ ուրեմն պիտի այդ պատասխանատվության աստիճան ունենանք պարերին եւ առհասարակ մշակույթին վերաբերվելու որպես սրբազան երևույթի։ Դուք կրողն եք եւ կարծում եմ, որ հենց այն հիմնական խմբերից մեկն է Կարինը։ Ճիշտ է, ես պարոն Գինոսյանին ընդամենը 6-7 ամիս եմ ճանաչել, բայց կուզեի մի հարց տալ իրեն, բայց այսօր հարցս կտամ Աբելին, որպես ղեկավար բարի առումով, որտեղից է Չալմդանգն, պարոն Գինոսյանն է, ես կարծեմ առաջին պարողը մեր այս ժամանակահատվածում եղել, քանի որ կարծեմ գիտեմ, որ հենց պարոն Գինոսյանն էլ վերականգնել է պարը։ Այո թե ոչ, ու կխնդրեմ պարի մասին մի քիչ։ Չալմդանգն մարտական զուգապար է եղել եւ պարել են մուսալերցիները։ Միջև ընկեր Գինոսյանը պարը կատարել են երկու զեթելյան մուսալերցի եղբայրները, բայց կատարել են շատ վաղուց։ Եվ մի եղբոր մահից հետո կարծես այդ պարը կանգ էր առել եւ մի երկար ժամանակ մոռացության է մատնված եղել մեր մշակութային ասպարեզից։ Միջև ընկեր Գինոսյանը գնացել է Անճար, հա, Լիբանան, Անճար, որտեղ հենց մուսալերցիներն են, մուսալերցիների գյուղը, եւ այնտեղ մի քանի լսել էր պարի մասին եւ պիտի գրառեր։ Ասում էին, որ պարին տիրապետում է Քարագաշյան ազգանունով մի քահանա, Տերաշոտը, ով արդեն 80-ն անց էր տարիքով եւ պարը չէր պարում։ Եվ մի քանի անգամ համոզելուց հետո, որ չի համոզվել պարը ցույց տա, ընկեր Գինոսյանը վերադարձել է հետ, նորից գնացել է, նորից վերադարձել է եւ ընկերոջ միջոցով մի խոսքով այնց վճռականորեն գնում են պարը գրառելու եւ Տերաշոտ քահանան, ով արդեն ծեր էր, խմացնում են այդ մարդուն եւ համոզում են, ստիպելով համոզում են, որ պարը ցույց տա։ Ու Տերաշոտը պարում է։ Պարը պարել են նաեւ Տերաշոտի եղբոր որդիները, այսինքն իր ցեղից էլի ներկայացուցիչներ, բայց բոլորը միաբերան ասում են, որ եթե Չալմդանգը ուրեմն Աշոտը պիտի պարի, որ տեսնեք։ Ի վերջո մեր ընկեր Գինոսյանին հաջողվում է պարը գրառել, պարի մասին ամբողջ ինֆորմացիան հավաքել ու առաջին վերածնունդը տալիս է ինքը։
Չալմոդանգն մենք միշտ ասոցացնում ենք Գինոսյանի հետ, որովհետև Բոլորս Հայաստանում բոլորն են։ այնքան դրա մեջ էր, այնքան այդ իր ինքնության մեջ էր, միջև հոգու խորքը թաթախված այդ պարով, որ իր կատարողականությունից հետո չգիտեմ, դժվար է պատկերացնել առհասարակ ոնց կարելի է այդպես զգալ, որ այդպես ներկայացնել, այդ նույն համոզմանն են գալիս նաև անճարցիները եւ իրենց հերոսամարտի միջոցառումների ժամանակ էլ իրենք չէին ապարում այդ բառը, այլ տեսանյութով ընկեր Գինոսյանի կատարումն էին հերարցակում որպես Մուսալերման հերոսապար, Մուսալերի հերոսապար։ Չալմոդանգը զուգապար էր եւ զինված զուգապար, երկու ձեռքերին խանչալ, մենք շատ քիչ նմուշներ ունենք, հա։ Ես կարծում խմբում հենց դուք ու պարոն Գինոսյանն եք, չէ՞, պարոն։ Վերջին շրջանում արդեն հա զուգապար որպես ներկայացնում էինք միասին։ Մենք շատ քիչ ունենք, որ հենց զինված ենք ապարել։ Մուսալերցիների մոտ սա մարտախաղ է եղել, մարտական պար է եղել։ Եվ այն շրջանում, երբ որ էլի քոչվորների կողմից հալածվում էինք, հարսանիքների ժամանակ մենք այդպիսի ողբերգեր ունենք նուբարների, ուրեմն վանեցիների մոտ այդ ողբերգը, նաև Մուսալերում եւ հայկական բնակավայրերում պղծության դրսևորումներ են իրականացվել քրդերի եւ թուրքերի կողմից։ Հարսանիքի ժամանակ արևանգում էին հարսին, պատվազրկում ու բերում գյուղի եզրին բաց էին թողում։ Դրանով պատվազրկում էին հայ ընտանիքը ընդհանրապես ազգությունը։ Մուսալերցիները հարսանիքների ժամանակ Չալմոդանգն ապարում էին տանիքներին, գյուղի տանիքներին, ցույց տալու համար, որ զինված են եւ ցույց տալու համար, որ տիրապետում են զենքին, որպեսզի ոչ մի թուրք, ոչ մի քուրդ, ոչ մի ոտնձգություն չփորձի էլ իրականացնի։ Բայց ծագումը բարի շատ ավելի հին է, որպես մարտական խաղ, որպես մարտական պատրաստության բար։ Այնուամենայնիվ ավանդույթը բերել է, որ բոլոր հարսանիքների ժամանակ պարտադիր պիտի կատարվեր եւ կատարվում էին բարձր տեղերում տանիքների։ Իմիջիայլոց ասեմ, որ բասկերը ունեն հարանման պար, այնտեղ հատված կա, երբ որ պարողը ծնկում է եւ գլուխը դնում է դահոլի կոպալի վրա, բասկերը ունեն եւ նաեւ այս հատվածը ունեն եւ իրենց մոտ դա ինիցիացիա, այսինքն այրոծման ծես է եւ ինչ որ ժամանակ են էլի պահում, պիտի տղա երեխան ու արդեն դեպի սեռահասուն կարողանա ինչ որ ընթացք ոչ լրիվ ծնկած մնա այդ կոպալի վրա գլուխը դրած եւ ինչքան երկար այնքան ուրեմն ինքը ավելի արդեն պատրաստ է լինելու տղամարդ, այնպես որ շատ հնարավոր է որ մեր իրականության մեջ էլ սա այդ բնույթը այո ունեցել է։ Բայց մի հարց եմ ուզում տամ իրականում, քանի որ նաև խմբում որպես էթնոքալերսում մենք որոշել ենք, պլանավորել ենք, որ մեր երգերից մեկի մեջ ուզում ենք ներկայացնել հատված դապկեի, շատ կուզենամ դապկեի մասին հարց տալ, որտեղ ոնց հասկանում եմ, այս տարածաշրջանում Կովկասում չներկայացնեմ, շատ ավելի այն տարածքը, որը հին շումերի ամբողջականությունն է կազմել շումերների։ Կուզենամ իմանալ դապկեն հայկականն է, իրաքինն է, սիրիայինն է, որ ազգինն է պատկանում։ Էլի կան եւ արաբների մոտ, եւ այդ ալևիների մոտ, եւ մեր մոտ, մասնավորապես Քեսաբի, Մուսալերան եւ Կիլիկիայի շրջանի հայերի։ Ուրեմն ուսումնասիրել ենք նաեւ արաբների կատարված դապկեն։ Անվանումը դե երկուսից մոտ էլ նույնն է, որ նշանակում է հարվածել։ Արաբները ունեն բավականին մեծ գրականություն իրենց պարզ դապկի մասին։ Իհարկե այսօր այն ինչը մենք տեսնում ենք, որ աճպարարական շարժումներ են կատարվում։ Հա, որ ինչ որ մեկը ծնկում է, պարկում է։ Սրանք ավելի ուշ շրջանում են մտել իրենց մեջ, որովհետև եթե վերլուծում ենք պարաքայլերը, ամբողջ պարաշարքի կատարած ինքը մեղմ հանդարտ կատարվող ոնց հայերի մոտ օրինակ մեր մոտ էլ մեղմը հանդարտա ծանր է, բայց էական տարբերություն կա։
եւ կատարման ձևի եւ պարակայլերի մեջ եւ մեր 3 շրջանների դապկիները եւ Կիլիկիայինը, Քեսապցիներինը կամ մուսալերցիները համընդհանուր սկզբունք ունեն։ Արաբների մոտ այդ սկզբունքը այդպեսին չի, ոնց որ մերն է։ Իրենց մոտ ավելի մանր քայլերի վրա է հիմնված զսպանակավոր շարժումների ու կարծես թե բովանդակային առումով երկու տարբեր բաների մասին են խոսում։ Իհարկե բարի անվանումը երկուսից մոտ էլ նույնն է եւ նույն նշանակությունն ունի հարվածել։ Մեզ մոտ ասում են, որ ապարում էին տղամարդիկ տանիքներին, երբ որ տանիքը ճաքում էր, այդ կավահողը ճաքում էր ու վերանորոգման համար նոր կավահող էին պատրաստում տանիքներին պատելու համար, պիտի տրորելով կավահողը ամրացնեին, պնդացնեին ու ասում է, որ միայն տղամարդիկ էին ապարում տանիքներին որպես աշխատանքի դրսևորում։ Իհարկե մուսալերցիներ կան, որ պնդում են, որ սրանք ռազմապարեր են եւ հարվածով քայլ առաջը եւ հետ քայլը հարցակման եւ նահանջի նկարագրություն ունեն, իսկ հարվածներով նկարագրում են, որ շունչ էին առնում հողից թշնամուն ահու սարսափ տարածելու մեջ։ Արաբների մոտ մի քիչ բովանդակային առումով էլ ուրիշ է։ Այսինքն պարը նույնն է կարծես թե, բայց բովանդակային առումով եւ շարժողական վերլուծությամբ տարբեր։ Հա, իրենց մոտ աղջիկներ էլ են ապարում։ Հա, իսկ ես վարկածել եմ լսել, որ հենց մուսալերան պայքարի ժամանակ պարը ապարել են, հա թե չէ։ Մի քիչ ինձ թվում է տարբեր ինֆոներ են հասել։ Հնարավոր է, ինչի՞ չէ, հա, ինչի՞ չէ։ Ես ասունցի Գարխուշտակը պարեին կմտնեին մարտի մուսալերցիները, չէ։ Հա, դել կա։ Բայց թմբուկներ կիրառել են։ Հարվածային գործիքները, թմբուկները կիրառել են իմիտացիա ստեղծելու համար, որ թնդանոթներ ունենք եւ լեռներում համազարկով խփել են։ Հա, որպեսզի թուրքերի մոտ տպավորություն ստեղծվի, որ հայերի մոտ, մուսալերցիների մոտ թնդանոթներ կան։ Խելացենք։ Իսկ այս վերջին 11-ով երևի հարցը տամ էլի։ Այս վերջին 11-ի ընթացքում կամ վերջին, չգիտեմ, դուք կարաք ասենք ինչքան ժամանակում է բարի հանդեպ հետաքրքրությունը ավելի շատացել, որովհետև եթե իմ փոքր ժամանակվանն եմ համեմատում ու հիմա, տարբերությունը շատ մեծ է, երեխաների համ մեծահասակների մոտ էլի։ Ճիշտ է, անալիտիկա չգիտեմ ունեք թե չէ, բայց ամեն դեպքում երեխաների գալով, գնալով հետաքրքրությունով կարաք էլի ասեք։ Իրականում բնականաբար հետաքրքրությունը բավականին աճել է եւ սրա վրա ազդող մի շարք գործոններ կան, դրանցից մեկը իհարկե մեր ամենամսավերջին ուրբաթ օրերի բաց դասերն են եւ այն համակարգային լուծումները, որոնք տրվել են մեր կողմից, դա ազգային երկու պար առարկան է հանրակրթական դպրոցներում, որը 2014 թվականից արդեն ներդրված է եւ այսօր Հայաստանի Հանրապետության դպրոցների շուրջ 40%-ը արդեն ուսումնասիրում է առարկան եւ նաեւ 2023 թվականից նաեւ ռազմապարերն ենք ներդրել բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ, որտեղ մեր առաջին զինվորները, ում որ մենք դասավանդել ենք, եղել են տղաներ, ովքեր դպրոցում անցել են պարը։ Այսինքն այդ մենք մեր արած աշխատանքի արդյունքը, այսպես ասած, ինչ որ չափով տեսել ենք, իսկապես հուզվել ենք, երբ որ իմացել ենք, որ տղաներից մարդիկ կան, ովքեր դպրոցից գիտեն այդ պարերը, եւ այս լուծումները, որոնք որ արդեն բոլոր երեխաներին այն դպրոցներում իհարկե որտեղ առարկան կա, իրենք առանց իրենց ընտրության կամ առանց իրենց ծնողի ընտրության ուսումնասիրում են առարկան եւ առարկայի միջոցով իհարկե վերաբացում են ինչ որ շերտեր ինքնության, որոնք մինչ այդ փակ են եղել, հետո այդ երեխաները գոնե որոշ մասը անպայման սկսում են քրքրել, պրպտել, ավելի հայանալ այդ գործընթացի մեջ։ Եվ նաև պիտի նշեմ ուրախությամբ այն հանգամանքը, որ այսօր Սփյուռքում եւս շատ խմբեր ունենք ձևավորված,
եւ Ռուսաստանի Դաշնությունում տարբեր քաղաքներում ակտիվ գործող խմբեր ունենք եւ հատկապես նաեւ Եվրոպայում ակտիվ գործող մի քանի երկրներում խմբեր ունենք, որոնք նաեւ իրենց նախաձեռնության մասին կուզեմ ուղղակի այսպես բարձրաձայնեմ հանրայնացնեմ, իրենք տարվա մեջ 3 կամ 4 անգամ հիմա չեմ հիշի, հավաքվում են եվրոպական որևէ երկրում բոլոր այդ երիտասարդներով ու ունենում են երկօրյա վարպետաց դասեր, մի օր ավելի այդպես իրար հետ միավորվելու, իրար ճանաչելու, իրար հետ ուղակի ապրելու, մի օրը ավելի կրթական բաղադրիչով, արդեն 2 անգամ նաև Կարինից խոսնակներ են գնացել, մի անգամ մեր աղջիկ պարուսույցներից մեկը եւ մեր երկուսույցը Ժաննա Դավթյանը, մի անգամ մեր գիտական կենտրոնի ղեկավարը եւ ռազմապարերի ուսուցիչներից մեկը։ Այո։ Եվ այստեղ էլ արդեն իրենք էլ այդ աճը գրանցում են, եթե իրենց առաջին միջոցառմանը եղել են 80 հոգի, երկրորդին 120, վերջինին արդեն 300 դեպի 400 հոգի մարդիկ են հավաքված եղել, եւ սա եւս ուրախալի փաստ է, մնում է որ սպասենք այդ բոլոր մարդկանց հայրենադարձմանը։ Ես գիտեմ նույնիսկ մարդիկ Ֆրանսիայում ապրող, որ ուզում են կապ հաստատեն Կարինի հետ, որպեսզի վերապատրաստում անցնեն հենց Կարինում, այդ քաղաքներում նորից դասեր տալու համար։ Սիրով։ Բարի հետաքրքրության մասին խի հարցեցի, որովհետև իմ մոտ էլ վերջին շրջանում է հետաքրքրություն առաջացրել բարերը հայկական, չնայած որ ես բարել չգիտեմ ընդհանրապես, բայց ուզում եմ սովորեմ, ճիշտ է չեմ եկել երբեք ոչ մի ուրբաթօրերին, բայց համ ձեր շնորհիվ է, համ էլ միջոցառումներ է գալուց, երբ որ օրինակ նկարում ենք դասավանդիր Հայաստանի միջոցառումները, իրանք միշտ բոլորը այդ ամենավերջին պարում են Քոչարի, հետո պարում են Թամզերա ու տենց տարբեր հայկական բարեր, ես չգիտեմ բարել, միշտ նկարում եմ հետաքրքիր է լինում, որոշել եմ որ ինչ-որ նկարում ես։ Միշտ հետաքրքիր է եղել սովորեմ, դրա համար համայնքիր էր ուրիշ մարկանց մոտ ինչ չափ հետաքրքրություն է, հետո ես անպայման կգամ։ Համեցեք սովորելու որպես մոտիվացիա ասեմ, որ պարոն Կինոսյանը սկսել է ապարել 22-ում։ Դուք ապարես 32-ում։ Ես մի 10 տարի անցել եմ արդեն, բայց հա ապարելու համար երևի երբեք ուշ չի։ Իսկ բարերի մեջ տղաների ու աղջիկների քանակը այցելողների նույնա թե չէ, ու տղաները առաջվա պես էլի մտածում են, որ բարելը ամոթա թե արդեն նորմալ է։ Դա լավ հարց եք տալի իրականում, ճիշտ է, դեռևս տղաների քանակը զիջում է աղջիկների հաճախելիությանը, բայց այնքան չէ, որ շատ ակնառու լինի, ուրախալի է։ Շատ լավ։ Գիտեք, մեր մանավանդ մեր երիտասարդել չէ, մանկահասակ տարիքում փոքր ժամանակ ինչքան ամոթ էր, խայտարակություն էր, որ տղան պետք է գնա բարի։ Այ հետ հենց այդ եկել է այդ սխալ մոտեցումից, որովհետև պրոֆեսիոնալ բարի դասական բարի մասով ոչ մի վատ բան չեմ ասի, բայց հայկական բարին չպիտի հրամցվեր այդ, որ տղան անպայման հագնի տրիկո, որ կոմպլեքսավորվի, չգիտեմ, էդ էլ դառնա ամոթ, ընկերների մոտ խայտարակվի, տենց չուզի, ծնողների հետ էլ կռվի, բարից հանեն ու գնա դհոլի։ Հա։ Ու այդ տպավորությունը երկար ժամանակ մնացել էր։ Տղերքը ամաչում էին բարեն, տղերքի համար ամոթ էր բարելը, այն էլ կասկադում փողոցում, մեկն էլ տենա, դե արի տակից դու սարի, բայց այսօր տեսեք ինչքան է փոխվել ու տղերքի համար նույնիսկ պատվաբերա մանավանդ ռազմապարին տիրապետելը։ Այսօր չկա մի միջոցառում, որ ընդհանրապես բարից անտեղյակ մարդը, ով երբեք ավանդական մշակույթ երևի չէ տեսել, այդ մարդիկ հենց տենում են որևէ ռազմապար կամ որևէ թմբուկի ռիթմի տակ այդ ավանդական բարը, ինչ ոգևորությամբ են մոտենում ու որ ծափերով խփում էիք ասում, այդ ուզում եմ սովորեմ, այսինքն մարդու մեջ ինչա փոխում։ Այ դա գալիս է ինչից բարը ներկայացնելուց։ Եթե բարը ճիշտ չես ներկայացնում, ինչքան գեղարվեստական մոտեցում ուզում ես ցուցաբերի։ Եթե բարը իր բնույթով չես ներկայացնում, դա մարդուն չի կարա համոզի։ Դա կարա էսթետիկ թվա, բայց էլի ամոթ մնա մարդու համար։ Բայց երբ որ ինքը այդ ոգին ու ուժը տեսնում է ու բնական էմոցիան է մարդու տեսնում, կատարողի, մենք երխուշտապարելուց կտրվում ենք շրջապատից, այդ մեր համար դառնում է կռիվ, էլի, մարդիկ այ դրան են հավատում, ու այսօր շատ մեծ ուրախությամբ կարամ ասեմ, որ հարյուրավոր տղերք են գալիս այդ միջոցառումներին, այն ժամանակ
քոչարի տեսակել կա, որ ինքը բարդ է կատարվում։ Հիմա չեն կարողանում ապարեն, որովհետև շատ են։ Տարածքը թույլ չի տալիս, որ իրանք ապարեն։ Ուրբաթ օրերը։ Հա, ինչքան լրիվ sense հարություն աշճանով փոխվել է, որովհետև ավանդական մշակույթը ինչքան ուզում է ասես, տեսնողը զգում է այն բնականը, որին չի կարա չհավատա։ Իրականում շատ մեծ դեր ընկեր Գինոսյանն է խաղացել։ Ինքը իր կերպարով շատ ազդեցիկ էր։ Ինքը մենակ իր հայացքը կամ իր կերպարը արդեն դաստիարակիչ էր, ու որ մարդկանց համար մեծ հեղինակություն էր, նույնիսկ եթե չէին ճանաչում, միտող լսեին իրան։ Ընդհանրապես խոսքի միտող լսեին, ուրեմն ինքը հեղինակություն էր դառնում այդ մարդկանց համար, ու ինքը եթե այդ բարի մեջ էր, ասում եմ, այսօր, ես չգիտեմ մոնտաժում եք թե չէ, չգիտեմ, բայց այսօր միայն Գինոսյանի անվանը մի քիչ մոտենալու համար մարդիկ ուզում են խմբեր ղեկավարեն։ Այսպես մոլուցք է դարել նաև էլի։ Ինքը համ շատ վատ է, համ լավ է։ Հա, իրականում երկու կողմ ունի։ Հա, ինքը այդ մարդուն հավատում է, ինքը ուզում է այդ մարդուց լինի, կուրք է իր համար, իսկ այդ կուրքը քանի հազար մարդու է, էլի ինչ որ դարձի բերել։ Շատ։ Չենք մոնտաժելու, թողելու ենք, որովհետև բոլորը շատ շնորհակալ ենք պարոն Գինոսյանին։ Ես չեմ ճանաչել, ցավոք, չնայած հարցազրույցներով միշտ լսել եմ հայի կերպարի մասին, կարելի է, եթե չգիտես հայի կերպարը որն է, նաև պարոն Գինոսյանին կարելի է վերցնել ու ցույց տալ, որ եթե ուզում եք տենակ հայի կերպարը որն է, նաև ինքն է, տեսեք, սովորեք, լսեք, բայց ավելի շատ տեսեք թե ոնց է պարում ու ինչ է անում։ Ու ինչքան էլ ցավոք հիմա ազգայինի հայկականի դեմ մի փոքր վատ արշավ կա, բայց ձեզ ու պարոն Գինոսյանին ու այդ ամեն ինչը բոլոր պաշտպանող մարդկանց շատ շնորհակալ ենք ու հուսանք, որ շատ երկար կլինի ձեր գործը ու ուրբաթ օրերը կլինեն նաև, չգիտեմ, 3 շաբթիներ կամ հավելյալ ինչ-որ օրեր, որ ինպես մարդիկ, որոնք որ Սուսանան գիտի, որ ազգայինի հանդեպ առաջ շատ հետաքրքրություն չեմ ունեցել, որովհետև երգ օրինակի համար սխալ երգեր եմ իմացել որպես ազգային երգեր, բայց հիմա շատ սիրում եմ, որովհետև իմացել եմ, թե որն է ճիշտը, որն է հայկականը, որն է ազգայինը, ու պարերի հետ կապված էլ նաև ձեզ եմ շատ շնորհակալ, որ առաջ չգիտեի հայկական լավ պարը կամ ճիշտ պարը որն է, դուք կարող եք նենց անեք, որ ես ու ինպես լիքը մարդ տենա, սովորի ու ինքն էլ ուզենա պարի ու շարունակի իր մեջ կրի այն ինչ որ հայկականն է։ Ձեզ դրա համար շատ շնորհակալ ենք։ Մենք էլ ենք շնորհակալ հրավերի համար եւ այն աշխատանքի, որը դուք եք անում։ Մերսի շատ։ Շնորհակալ ենք։ Մեր արածը Բարձրաձայնելն է, ինձ թվում է լուսաբանելն է, որովհետև ես ու Լևոնը մեր առաջին ոդքասթին խոսել ենք, որ մեր հյուրերը այնպիսի մարդիկ են լինելու, որ իրականում մեծ հսկայական աշխատանք են կատարում, բայց շատ քիչ մարդիկ գիտեն կամ մենակ ազգայինում եղողները գիտեն, իհարկե բոլորը Կարեն խմբի մասին գիտեն, բայց չգիտեն ինչ հսկայական թիմ աշխատում, թե պարի հարցում, թե գիտահետազոտականի հարցով, թե երաժշտության հարցով, նվագողների հարցով շատ հսկայական աշխատանք է տարվում։ Շնորհակալ ենք։ Հենց այդ էր, որ ստեղծենք հարթակ, որտեղ որ բոլոր մարդիկ, ովքեր որ գործ են կատարում, կան լինեն լսելի, պատմեն լավ բաներ, ու մենք էլ շատ բաներ չենք իմանում, մեր հյուրերից ենք սովորում, ու համել այն մարդիկ, ովքեր որ մեզ տարբեր հարթակներում են հետևում, իրենք էլ են արդեն թեկուզ հարցանիքների մասին կամ թաղման, օրինակ ես չգիտեի, որ թաղման ժամանակ էլ են պարում։ Պոդքասթից հետո Facebook-ում բավականին իրարանցում տեղի ունեցավ Ափսեի կոտրելու հետ կապված, ու ես շատ ուրախ կլինեմ, որ եթե մենք ինչ-որ չափով կարողանում ենք օգնել մարդկանց, որ հասկանան, որ կուժ կոտրելը հայկական չի, իհարկե կուժը մեծ նշանակություն ունի հայկական ծիսաբանության մեջ կենցաղում, բայց ամեն դեպքում կուժ կոտրելը զարդերով, գումարներով դա հայկական չի ու ուղղակի հետ մնան այն ծիսակատարություններից, որոնք հայկական չեն, որտեղ մեր արմատը շատ ավելի հին է եւ մեր գենետիկան սովորա շատ այլ ծիսական ծեսերի, որոնք որ հենց հայերինն են ու հայերը պետք է անեն դա, թուրքերը իրանցը, վրացիներն իրանցը, չգիտեմ, մնացած ազգերն իրանցը։ Մի բան ուղղակի ես մասին ընդհանուր ավելացնեմ, որ
եթե ուսումնասիրում ենք ընդհանուր առմամբ հայոց տոնածիսական համակարգը, ինքը շատ բազմաշերտ եւ շատ ծավալուն առհասարակ նյութ է, եւ այսօր մենք կիրառում ենք դրա շատ փոքր մասը, ու բացի դրանից որը նաև 1%-ն էլ չի։ Հա, ու հերիք չի քիչն ենք կիրառում, մի հատ էլ Աստված գիտի որտեղից եկած ավանդույթները վերցնում ենք մեր վրա, կոպիտ ասած, նույն այս վերջերս տենց տրենդ դառած, այսպես ասած, հատվածը, երբ որ փեսան գալիս է աղջկան արդեն տեսնելու, հարսնակույրը ճանապարհն է փակում փեսայի, Շնորհակալ եմ այս տալիս, համար։ հա, գումար են տալիս փեսային, փեսան հարսնակրոջը գումար է տալիս, այս ակնհայտորեն ինչ որ մեկի մոգոնած հին հայկական ծեսն է, էլի։ Հայկական էլ չի, ես մտածում եմ, որ այդ առուվաճառքը հայերի մեջ չի եղել։ Առևտրական ինչ որ ծիսակատարությունները։ Բայց այդ հակառակը չէր, ինչ որ քավորը չէր, ինչ որ ուրիշին։ Չէ, նորը, դրանք հիմնականում շատ ավելի ուշ ներմուծված բաներ են, էլի։ Հարսի քուրն է ծախում։ Հա, այստեղ հարսի քուրն է։ Հա, փոքր քուրը ծախում մեծին, որ իր ճամփեն է։ Չէ, մի հատ փոքր քուրն է ծախում, մի հատ եղբայրն է ծախում, մի հատ կոշի գողացողն է ված։ Instagram-ում մի հատ վիդեո տեսա, այնքան էի հուզվել այդ վիդեոից, որ դե ամեն դեպքում մարդիկ անում էին այդ ամբողջ իրենց իմացած հայկական ավանդույթներով հարսանիքը, ու երբ որ պետքա փեսան դուրը փակեր, ինքը գումար չվերցրեց ընդհանրապես, ու ասաց, որ ես իմ քրոջը գումարով չեմ ծախում, ուղղակի ես ուզում եմ, որ դու խոստում տաս, որ լավ ես պահելու իմ քրոջը, հուզվել էի շատ։ Դա ֆինանսական բաներից թվում է մեր մոտ չի եղել։ Չէ, նվերներ եղել են։ Նվերներ շատ են եղել։ Մեր երկերի մեջ էլ կա, չէ՞, մերիկնի խապեցին, շապիկ միշիլով մերիկնի խապեցին, ինչ որ բան են նվիրել, օրը կամ բան։ Դե դա եղել է ավանդույթի մեջ, բայց տենց հա առևտուր Չէ, առևտուր չի եղել կամ հիշում ես, որ հարսանիքի մասին երբ որ խոսում էինք երկրորդ էպիզոդի ժամանակ պատմեի մի դեպք, որ փեսայի հագուստը, ով շատ գումար է տվել փեսայի հագուստի համար, այդ ամբողջ գումարը այդ վաճառողին չի եղել, եկեղեցուն է եղել։ Ու եկեղեցու հանգանակությանն է գնացել, որը էլի լավ է։ Այսքան է ինձ թվում այսօրվա համար։ Շնորհակալ ենք, որ դուք եք մեր հյուրը, մեզ համար շատ կարևոր էր։ Շատ հետաքրքիր ոդկաստ ստացվեց։ Պարերի մասին միշտ ավելի քիչ ենք խոսում, մենակ տենում ենք, բայց պարերի պատմության մասին իմանալը էլի շատ կարևոր է, որտեղ առանց պատմություն ոնց որ պարերներ չեն կարող պահպանվել։ Մենք էլ ենք շատ շնորհակալ, շնորհակալություն։ Եվ ձեզ էլ կանաչ եթեր, այսպես ասած։ Մերսի։ Մենք դեռ էլի կհանդիպենք։ Մեր նախորդ հյուրն էլ է ասում Թոմասյան, անին էլ է ասում, մենք էլի կհանդիպենք, որովհետև լիքը զգում ես, որ հետաքրքիր բաներից կարաս խոսես, բայց դες կարաս մի 4 ժամ խոսես։ Բայց մենք էլի կհանդիպենք։ Մերսի շատ։ Շնորհակալ ենք։ Տեսցու։ Ձեզ էլ։